Արցախյան շարժման մասին, Արցախյան խնդրում եմ մի բան արեք, հա, այդ խոսքը ասելիս, որովհետև շատ հաճախ այդ անցումների մասին էիք խոսում, ընդամենը մի քանի տարի առաջ Արցախում նկարվում էիք եւ այլն, Արցախ ասեք, մի նեղվեք այդ բառից, հասկանում եմ, կարող է հաղորդագրություն ունեք ստացած, որ Արցախ պետք չի ասել, Ղարաբաղ ասեք, Արցախ ասեք, մի նեղվեք այդ բառից, եւ երբեմն անգամ լինում է պատահաբար ասում եք, հետո ներողություն խնդրում։ Հետո Արցախյան շարժումը ոչ սկսվել է, ոչ ավարտվել է, մեկ մարդու կարող է ավարտվել, մեկ մարդու հրամանով, մեկ քաղաքական ուժի որոշմամբ։ Պարոն Լևոնյան, կներեք, խանգարում ենք ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Միքայելյան։ Արցախյան շարժումը չի կարող ավարտվել, սկսվել մեկ մարդու որոշմամբ, մեկ քաղաքական ուժի որոշմամբ։ Դա ամբողջ հայ ժողովրդի շարժումն էր, եւ դա էր հենց որ սենց միտքս ձևակերպեմ, Հայաստանի երրորդ հանրապետությունը ծագել է նաեւ Արցախյան շարժումից։ Այսօր, երբ դուք խփում եք Արցախյան շարժմանը, խփում եք նաև Հայաստանի երրորդ հանրապետության պետականության հիմքերին։ Այստեղ ձեր մեջ կան նաև մարդիկ, ովքեր գուցե եւ մարդիկ, ովքեր որ մասնակցել են Արցախյան շարժմանը։ Մարդիկ ում ծնողներն են մասնակցել Արցախյան շարժմանը։ Արդյոք նրանք հաշտ են իրենց հետ։ Արդյոք նրանք հաշտ են, երբ որ մենք դուք խփում եք Հայաստանի երրորդ հանրապետության պետականության հիմքերին։